ուզում եմ ամփոփել քարոզարշավի նախորդ շաբաթը եւ տեղեկացնել առաջիկա մեր քայլերի եւ անելիքների մասին։ Ինչպես առիթ ունեցել եք նկատելու, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ մեր քաղաքական թիմը քարոզարշավի այս 3 շաբաթների ընթացքում շատ ակտիվ կառուցողական եւ բովանդակային քարոզարշավ է իրականացնում ինչպես քաղաքամայր Երևանում, այնպես էլ հանրապետության մոտ եւ հեռավոր մարզերում, խոշոր քաղաքներում, շրջկենտրոններում, գյուղական համայնքներում այս ժամանակահատվածում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել մեր հայրենակիցների հետ, որտեղ հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու մեր ծրագրային դրույթները, ինչպես նաև շարունակաբար նրանցից լսել ենք առաջարկներ, որոնք եւ հետագայում ընդգրկվելու են եւ արդեն իսկ ընդգրկվում են Առաջարկ Հայաստանին ծրագրի մեջ։ Այսօր ուզում եմ անդրադառնալ նաև քարոզարշավի վերջին 1 շաբաթվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած քաղաքական թիմի հռետորաբանությանը։ Կարծում եմ բոլորդ նկատել եք, որ վերջին ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնը, հռետորաբանությունը բացառապես հիմնված է անձնական բնույթի սպառնալիքների, ոչ բարեկիրթ խոսույթի, քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարներ տեսնելու ուղղությունների վրա է հիմնված Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը այս ամբողջ ժամանակահատվածում եւ ակնհայտ է, որ քաղաքական բանավեճի որևէ տարր նրանց կողմից իրականացվող քարոզարշավը չի պարունակում։ Քարոզարշավի անցնող օրերի ընթացքում մենք ականատես ենք լինում ամեն ինչի, սկսած կրկնում եմ գրեհիկ հռետորաբանությունից, ոչ բարեկիրթ, ոչ պարկեշտ խոսույթից, վերջացրած ֆիզիկական հաշվարդարներ եւ սպառնալիքներ հնչեցնելու գործելավոճի ենք ականատես լինում եւ ցավալի է, որ քարոզարշավի առաջին օրվանից սկսած, երբ մենք բոլորին կոչ էինք անում մեր նաեւ քաղաքական ընդդիմախոսներին, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներին կոչ էինք անում հանդես գալ կառուցողական դաշտում, ակնհայտ է, որ այդ կոչերը այսպես ձայն բարբարո հանապատի են եղել եւ նրանք շարունակում են իրենց ոչ բարեկիրթ, ոչ քաղաքական գործելավոճը։ Եթե մենք նկատում ենք հիմնականում ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական բոլոր ուժերը այս օրերի ընթացքում քարոզարշավի այս հնարավորությունը օգտագործում են իրենց ծրագրային թեզերը ներկայացնելու, իրենց անելիքները ներկայացնելու ուղղությամբ են շարժվում, սակայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ Նիկոլ Փաշինյանը բացառապես քարոզարշավը տեղափոխել են սպառնալիքների եւ ոչ բարեկրթության դաշտ։ Անգամ այս խոսույթը տեղափոխվել է քաղաքական ընդդիմախոսների այս դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անձնական այսպես սպառնալիքների վիրավորանքների հնչեցման դաշտ, ընտանիքի անդամներին թիրախավորելու դաշտ, որը կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է, որ բացառապես պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի ասելիքի բացակայությամբ, քանզի երբ մարդը սկսում է խոսել այս խոսույթով, ակնհայտ է, որ չկա ուրիշ ասելիք։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք հասկանում եք, որ հողը ձեր ոտքի տակից փախչում է եւ քաղաքական խոսույթով հանդես գալու փոխարեն դուք ընտրել եք այս գործելավոճը անձնական սպառնալիքների, վիրավորանքների, տարատեսակ քրեական գործերի հարուցման, հետապնդումների, բռնաճնշումների գործելավոճը, սակայն իրականում սա եւս ձեզ չի փրկելու, որովհետեւ շատ կարճ ժամանակ անց հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց քվեարկությամբ վերջ են դնելու այս բեսպրեդելին, որը որ կոնկրետ սանձազերծվել է իշխանությունների կողմից։ Ես պետք է ազնվորեն ասեմ, որ մեր համար բացարձակ անակնկալ չէին այս սպառնալիքները, հետապնդումները, բռնաճնշումները, որովհետև մենք պատրաստ էինք այս ամեն ինչին, ակնհայտ էր, որ իշխանությունները գնալու են այս գործելավոճով եւ ակնհայտ է, որ գնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական բռնաճնշումները, սպառնալիքները, դրանք կյանքի կոչելու փորձերը ել ավելի են ուժ գնացնելու իշխանությունները այս օրերի ընթացքում
ընթացքում ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում են ծրագրային ու բովանդակային քաղաքական երկխոսությունից եւ շարժվում են իրենց այսպես նախանշած ճանապարհով, որը մղոններով հեռու է քաղաքակիրթ կոչվելուց։ Մենք այս օրերին տեսնում ենք, որ մեր թիմակիցների, մեր գործընկերների նկատմամբ, մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ բռնաճնշումները, կալանավորումները, տարատեսակ քրեական գործերի հարուցումը այսպես դարձել է այլևս օրինաչափ, եւ այս ամբողջ ընթացքում պետական ու վարչական ռեսուրսը լծված է ընդամենը մեկ նպատակի՝ լրացնել քաղաքական ընդդիմախոսներին, այս դեպքում ակնհայտ եւ ուղղորդված հաշվեհարդարի գործընթացներ են տեղի ունենում հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ։ Հարուցվում են տարատեսակ քրեական գործեր, կոնկրետ Անդրանիկ Թևանյանի հետ կապված գործի մասով մեր փաստաբանները արդեն նշել են, որ բացարձակ հիմնազուրկ է եւ պատրաստվում են իրավական ճանապարհով գնալ եւ բողոքարկել Անդրանիկ Թևանյանի կալանավորման որոշումը, Մարտուն Գրիգորյանի հետ կապված գործընթացներ։ Հեռախոսը արդեն հին է, դանդաղ է աշխատում ու կախում է։ Ցանկանում ես նոր սմարթֆոն, բայց չգիտես ինչ անել հինը։ Red Store-ը լուծում է քո խնդիրը։ Մեզ մոտ գործում է ամենաճկուն Trade-in համակարգը։ Փոխարինիր քո հին սմարթֆոնը կամ նույնիսկ նոթբուքը նոր տարբերակով, արագ, հեշտ եւ շահավետ։ Պարզապես բեր հին սարքդ ու վերցրու նորը Red Store-ից։ Ուրությունը դա ախտորոշում է, թե որևէ այլ դրսևորում։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, երբ իշխանությունը օգտագործելով ամբողջ վարչական ռեսուրսը թե քարոզարշավի ընթացքում, թե քարոզարշավին նախորդող ժամանակահատվածում այսպես օրինական ընտրակաշառքի բաշխման գործընթացով է հանդես գալիս, ուր է նայում հակակոռուպցիոն կոմիտեն։ Ես առաջարկում եմ մի գործ հարուցել իշխանությունների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որովհետեւ նույն քարոզարշավին նախորդող ժամանակահատվածում թոշակների բարձրացումը, պետական համակարգում աշխատողներին տրվող անասելի մեծ պարգևավճարները, ինչ են դրանք, եթե ոչ օրինական ընտրակաշառքի դրսևորումներ, որոնց վերաբերյալ փաստերը բազմաթիվ են, կամ օրինակ տարատեսակ խոսակցությունները այն մասին, որ ընտրական գործընթացների վրա ազդեցություն ունեցող մարդկանց այսպես աստղաբաշխական աշխատավարձերով հեծում աշխատանքի տեղավորելը, ինչ է սա, եթե ոչ ընտրակաշառք։ Կոնկրետ բազմաթիվ են խոսակցությունները, որ հեծում հնարավոր ու անհնարին հաստիկներ այլևս չեն մնացել, որտեղ որ տարատեսակ թաղային հեղինակություններ եւ ընտրական գործընթացի վրա ազդեցություն ունեցող մարդիկ աշխատանքի են տեղավորվել, ընդհուպ ավտոտնակի վարիչի տեղակալի խորհրդական նմանատիպ հաստիկներ են ստեղծվում եւ աստղաբաշխական աշխատավարձերով մարդկանց աշխատանքի են տեղավորում։ Ուզում եմ հակակոռուպցիոն կոմիտեի, կրկնում եմ, սարսափազդու ձայնով հաղորդագրություններ տարածող մարդկանց ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա։ Մենք բնականաբար շարունակելու ենք մեր կառուցողական գործելավոճը, որևէ կերպ չենք շեղվելու մեր նախանշած ճանապարհից եւ ուղուց, որովհետեւ կրկնում եմ, որ մեր համար սկզբունքային է մեր հայրենակիցներին հասցնել, տեղ հասցնել մեր դիրքորոշումը, մեր քաղաքական տեսակետը, թե երկիրը զարգացնելու ինչ տեսլականով ենք մենք մասնակցում այս քարոզարշավին։ Բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդներով իշխանությունները այս օրերին հատելով բոլոր թույլատրելի, բարոյական, քաղաքական, այսպես սահմանագծերը այլանդակ քարոզարշավ են իրականացնում։ Ես ցավով եմ սա արձանագրում, որովհետև ինձ համար բացարձակ անընդունելի է այս գործելավոճը, երբ քաղաքական ընդդիմախոսների հետ խոսում են այս լեքսիկոնով, այս տերմինաբանությամբ, սպառնալիքների, ֆիզիկական հաշվեհարդարների լեզվով։ Բազմիցս ասել եմ, եթե մենք չենք արձագանքում այս լեքսիկոնով ու այս խոսույթով, դա չի նշանակում, որ չենք կարող։ Պարզապես այստեղ մակարդակի, դաստիարակության կամ ինչպես Գագիկ Ծառուկյանն է ասում, կլասի հարց կա։ Մենք այդ կլասը չենք գցելու, ասել ենք եւ շարունակում ենք պնդել։ Եվ որքան էլ որ շարունակվեն տարատեսակ անհավասարակշիռ դրսևորումները, այսպես սպառնալիքների թափ ու ուժ գնանա, հարուցվող քրեական գործերի քանակը կամ այլ տեսակի բռնաճնշումները, մենք մեր ճանապարհից չենք շեղվելու։ Ես իհարկե հասկանում եմ, որ մեր այս հավասարակշիռ
պահվածքը ազդում է մարդկանց վրա եւ նրանք հանդես են գալիս անհավասարակշիռ, բացարձակ անհավասարակշիռ պահվածքով, սակայն կրկնում եմ, որ մեր համար կյանքը չի սահմանափակվում հունիսի 7-ով։ Հունիսի 7-ից հետո կյանք կա, հունիսի 7-ից հետո կյանքը շարունակվում է եւ իրականում մենք պահպանելու ենք մեր մակարդակը, մեր կլասը, իսկ բոլոր այն մարդիկ, քաղաքական ուժերը, կոնկրետ անձինք, ովքեր որ այս օրերին հանդես են գալիս այդ խոսույթով, իրոք զղջալու են իրենց այս խոսույթի համար։ Երբ խոսում եմ անընդունելի եւ անթույլատրելի քարոզարշավի մասին, ուզում եմ մատնանշել նաեւ նախորդին տեղի ունեցած մեկ դրվագի մասին, խոսքը մասնավորապես վերաբերում է հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված մի տեսանյութի, որտեղ ծայրից ծայր վիրավորական լեքսիկոնով ու տերմինոլոգիայով անդրադարձ էր կատարված Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, դրա ընտանիքի անդամներին։ Ես շատ ցավում եմ, որ հանրային հեռուստաընկերությունը իրեն դրել է հայկական ժամանակի դուստր ձեռնարկության տեղ կամ Սիվիկի հոգեզավակի տեղ։ Իրապես ցավում եմ, որտեղ հանրային հեռուստաընկերությունը մեր բոլորի հարկերից սնվող լրատվամիջոց է եւ համենայն դեպս երբևէ ես դիտարկել եմ որպես պրոֆեսիոնալ լրատվություն մատուցող հեռուստաընկերություն։ Ցավում եմ այս մասով։ Այս մասով մենք գնալու ենք իրավական ճանապարհով եւ մեր փաստաբանների խումբը արդեն իսկ նախապատրաստում է դատական հայց կոնկրետ զրպարտանքի մասով գործ հարուցելու ճանապարհով ենք մենք գնալու։ Մեզ համար սա բացարձակ անթույլատրելի է։ Կրկնում եմ, որ այնուամենայնիվ մեր բոլոր քաղաքական ընտրապայքարին մասնակցող ուժերի կողմից բարբերաբար հնչում են տարատեսակ քննադատություններ այս կամ այն քաղաքական ուժի կամ գործիչի գործունեության վերաբերյալ, սակայն բացարձակ անընդունելի է, երբ այդ քննադատությունը հատում է բարեկրթության սահմանները։ Շատ վտանգավոր ճանապարհով է գնում իշխանությունը, գնում է սադրանքների ճանապարհով, գնում է ցնցումներ հրահրելու ճանապարհով, որը բացարձակ անընդունելի է եւ եթե սկզբնական փուլում այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանը փորձում էր իր ավանդական առաջնահերթություններով առաջ շարժվել, հիմա այլևս հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է այսպես վախի մթնոլորտ, ատելության, անհանդուրժողականության մթնոլորտ գեներացնելու ճանապարհով։ Չի ստացվելու եւ ուզում եմ հավատացնել, որ մեր նախանշած ճանապարհից որևէ դեպքում մեր չշեղվելու որոշումը միանշանակ է։ Մենք շարունակելու ենք մեր ճանապարհով, ներկայացնելու ենք մեր ծրագրային դրույթները, մեր հայրենակիցներին ներկայացնելու ենք այն տեսլականը, որով որ մենք զարգացնելու ենք մեր երկիրը եւ այդ ճանապարհից շեղել մեզ չի ստացվելու։ Ես իհարկե հասկանում եմ, որ տարատեսակ քրեական գործերը, քաղաքական թիմի անդամների նկատմամբ բռնաճնշումները, հետապնդումները, նաեւ նպատակ են հետապնդում պարալիզացնել նախընտրական, քարոզչական գործունեությունը մեր բոլորի եւ այսպես գործունեության բնականon հունից փորձել դուրս գցել մեզ, բայց չի ստացվելու պարոնայք։ Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը, մենք հաստատակամ ենք գնալու մինչև վերջ եւ հունիսի 7-ին մեր հայրենակիցների վստահության քվեն վաստակելով իրապես ունենալ երաշխավորված խաղաղությամբ բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստան։ Այս պահին ասելիքս այսքանն էր, եթե լինեն հարցեր, սիրով պատրաստ եմ պատասխանել դրանց։ Այո, իհարկե։